1965-ի գարնանը պատահաբար Լուսինեն ծանոթացավ մի երիտասարդ ջութակահարի հետ, որ այդ ժամանակները բավական մեծ համերգային գործողություններ ծավալել։ Կոնսերվատորիայի դահլիճում ինչ-որ երեկույթ համերգից հետո, երբ արդեն հավաքվածները ցրվում էին, Լուսինեին մոտեցավ Զարե Սահակյանցը։ Ես ձեր մասին գիտեմ, անմիջապես սկսեց նա։ Իմ հայրը աշխատում էր ձեր հոր հետ։ Լուսինեին ուղեկցելով տուն, Զարեհը խոստացավ ինչ-որ բան մտածել նրա աշխատանքի մասին։ Հայաստանի կամերային նվագախմբում մեներկում էր Գոհար Գասպարյանը։ Ինքը Զարեհը, որը ղեկավարում էր նվագախումբը, չնայած բանակցությունների, դիմումների ու խնդրանքների 4 տարիներին, այնուամենայնիվ դեռ հաստիկներ չէր ստացել։ Նվագախումբը դիմանում էր համերգներից ստացած հոնորարով։ Զարեհը համառ, աշխատասեր, զարմանալի ռոմանտիկ խառնվածքի երիտասարդ էր։ Սովորել էր Մոսկվայում, նվագել Յուրի Բարշայի հիմնած ՍՍՀ պետական կամերային նվագախմբում, վերադարձել Երևան և որոշել Հայաստանում ևս ստեղծել կամերային նվագախումբ։ 1962-ին Չոր գետնի վրա, ինչպես ասում են, առանց աշխատավարձի, իր շուրջն էր համախմբում երիտասարդ ու խանդավառ երաժիշտների մի խումբ և պատրաստվում առաջին համերգին։ Հաղթահարելով մեծ դժվարություններ, Զարե Սահակյանցը մինչև 1966 թվականը, մինչև երաժիշտներին ռոջիկա վարելը, կարողացավ ստեղծել իրոք կատարողական բարձր կուլտուրայով աչքի ընկնող կամերային նվագախումբ, որ արդեն մեծ համերգային գործունեություն էր ծավալել Երևանում և հանրապետության շրջաններում։ Զարեհի հետ համաձայնեց Գոհար Գասպարյանը։ Դա մեծ շուք էր տալիս նվագախմբին, բարձրացնում էր նրա հեղինակությունը և ունկնդիր բերում։ Զարե Սահակյանցը նվագախմբի համար պատրաստել էր լայն ու հետաքրքիր ծրագիր։ Երկուղղություն, համենայն դեպս աչքի էր ընկնում ծրագրի մեջ բարոկկոյի շրջանի երաժշտություն, Վիվալդի, Կորելլի, Բախ, վիեննական կլասիցիզմ, Մոցարտ և հայկական երաժշտություն հին և նոր։ Զարեհը ինքը մշակեց ու գործիքավորեց հայկական պատարագիծ հատվածներ, Տիգրան Մանսուրյանի 4 հայրեններ, կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար գործերը, Պիրսել Բրետենի Սեր առանց երգի, երաժշտություն, ինչպես նաև Պերսելի Դիդոնան և Էնեասը օպերայից, Դիդոնայի արիան։ Լուսինեի մուտքով Զարեհի համար բացվում էին նոր հեռանկարներ։ Երգչուհին հրաշալի էր երգում Ջորդանիի Կարո Միոբեն, Իմ շատ սիրելի, Ստարադելլայի արիան, Կոմիտաս Գարունա, Կաքավիկ, Քելե Քելե երգերը։ Նվագախմբի հետ մեկ փորձն իսկ բավական էր համերգային ուղևորության դուրս գալու։ Ելույթները Ղափանում, Քաջարանում, Ագարակում, Լենինականում, Կիրովականում բավական ամրապնդում էին նոր կազմավորված նվագախմբի երաժշտական հեղինակությունը։ 1965-ի աշնանը Լուսինեն տվեց իր առաջին համերգը Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Զարե Սահակյանցի կամերային նվագախմբի հետ։ Դա անմոռաց և մինչև վերջ կատարելապես նվաճված հաղթություն էր։ Անգլիական երաժշտական դրամայի առաջացումը կապված էր 17-րդ դարի խոշոր երաժիշտ Պերսելի անվան հետ։ Դիդոնա և Էնեասը օպերան գրված 1689 թվականին բեմական կարճատև կյանք ունեցավ, իսկ հետագայում ընդհանրապես մոռացվեց։ 20-րդ դարում Պերսելի նկատմամբ ծագած հետաքրքրությունը կապված էր երաժշտության մեջ ազգային ավանդույթների գնահատության և ժառանգորդության բավական սուր դրվող խնդիրների հետ։ Լուսինեն Դիդոնայի արիան կատարում էր մտնելով պերսելյան երաժշտության խորքերը։ Ըստ երևույթին Կարթագենի թագուհու Դիդոնայի տառապանքը մարդկային տեսակետից անհավատալի արձագանք էր գտնում երգչուհու մեջ։ Դա ոչ միայն աղերսանքն էր մի հպարտ ու գեղեցիկ կնոջ, որ մոռացել է թագուհու իր ինքնասիրությունը և տիրակալի հպարտությունը։ Դա աղաչանք էր հաղթված, արդեն անուշ, մինչև ինքն իրեն մոռացած և Էնեասին տրված որբ, անօգնական, հեզ քնքուշ մի արարածի, որը գիտի այլևս ոչինչ չի կարելի ետ բերել, իզուր են և լաց, և պաղատանք, և դիմում, իզուր են սրտի տվատանքներից գոյացած հույզերը, զուր արցունքի հեղեղները, զուր իրեն մերկացրած սերը։ Էնեասը հեռանում է ճակատագրի հրամանով և աստվածների ստիպմամբ։ Թագուհու սերը կրակ էր, հրդեհ, եռացող լավա։ Սերը պառկել էր նրա մեջ ամենահարմար մահճում և միտք էլ չուներ դուրս ելնել։ Դիդոնան գուրգուրում էր նրան, ապրում նրանով,
Դիդոնան ելնում էր հերքելու փառասիրություն եւ նախանց, դաժանություն եւ կուրություն։ Դիդոնան խարույկի մեջ անգամ ոչ թե այրում էր իր սերը, այլ փրկում։ Երբ 1978-ի ամռանը Լոնդոնում Լուսինեն մի գիտաժողովի առաջ դարձյալ կատարեց Դիդոնայի արյան, հավաքվածներից շատերին պոկելով իրականությունից եւ տանելով մորմոքների ու մարդկային ամուսության գիրկը, Առնո Բաբաջանյանը, որ ներկաների մեջ էր, հանկարծ իրեն զգաց չափազանց թույլ եւ անօգնական։ Առնական Առնոն անզոր էր զսպելու արցունքները։ Թախիծը, տառապանքը, սերը ձուլվում էին ճակատագրի դաժանությանը։ Երևանում հանդիպելով Մարիաննային, նա ասել էր. «Սիրելի Մարիաննա, դա ոչ թե կատարում էր, այլ պարզապես մի վերացություն, որ հազվադեպ ներշնչանքը կարող է բերել։ Դա տառապանքի խոր գիտակցումն էր եւ երգը դառնում էր արդեն երաժշտությամբ զորեղացված մի աննկարագրելի հույսի փորտկում»։ Բոլոր հույսերի ողբերգական կործանման պահին, դիտել է երաժշտագետ Կոնենը, Պերսելը ասես թե ունկնդրին առաջարկում է հիշել անվերադարձ կորցրած երջանկությունը։ Արվեստը չգիտե անելանելի տառապանքի զգացումները ուժեղացնելու մի ավելի զորեղ ձև։ Չկա ավելի մեծ վիշտ, քան երջանիկ ժամանակների հուշը, ապերչանիկ ներկայում։ Դիդոնայի արյան մնաց Լուսինեի երգացանկում 1 տասնամյակից ավելի։ Զարե Սահակյանցի նվագախմբի հետ Լուսինեին գործակցությունը օր-ավուր դառնում էր ավելի ամուր եւ արդյունավետ։ Հատկապես կամերային նվագախմբի եւ Լուսինեի համար Առնո Բաբաջանյանը մշակեց Եկմալյանի Հորժամը, Ալթունյանի Առավոտ լուսոն, Աթայանի Տիրամայր, Հավուն, Սայնայն ինչաներ։ Զարեհը գործիքավորեց Պերսել Բրիտենի Սեր առանց երգի երաժշտություն ստեղծագործությունները։ Դիդոնայի արյան, Կոմիտասի գարունա, Կաքավիկ, Քելեքելե երգերը։ Ժամանակը բերում էր իրենը։ Ընդամենը 1-2 տարվա համերգային գործունեությամբ երգչուհին կարողացավ տեղաշարժել ու շրջափոխել հայկական հինավուրց ժողովրդական եւ հոգեվոր երգի կատարման ճակատագիրը։ Մարիաննան, որ հիմա ոչ միայն հովանավորում, այլև սերտորեն գործակցում էր Լուսինեին, սկսեց աշխատել Կոմիտասի երգերի կատարումների վրա։ Կոմիտասը հիմա շատ լուրջ տեղ էր գրավում երգչուհու եւ նվագակցողի հարաբերություններում։ Մարիաննան վոկալի իսկական մասնագետ է եւ խորապես ըմբռնում է կոմիտասյան երգի հնամենի ազգային գեղեցկությունները։ Ոճի տեսակետից նա հավատարիմ է մոր Հայկանուշ Դանիելյանի մեկնաբանումներին։ Լուսինեն դուրս էր գալիս ազդեցություններից եւ նրա կատարումներում արդեն տիրականդսվում էր սեփական լուսենեական հնչերանգը։ Լուսենեականը հեզությունն է, բնատուր խոնարհությունը, մոմի պես այրվելը, աղոթքի մռմունջներում պարուրված անհավատալի ու անհասանելի մաքրությունը, ողբի ողբասացության, սրտամաշ ու կերկեր երանգներ, որ ձուլվում են աղաչանքին, բարության, սիրո, արդարության հաղթանակի հավատին։ Լուսինեականը անորսալի է, միաժամանակ այնքան որոշ, որ չի կարելի չհամակվել նրա ձայնի աստվածառակ մաքրությամբ եւ թախծոտ կարոտներով լի տրտմությամբ։ Նրա ձայնը մշտապես պարունակում է մի նոր տրամադրություն, որ հատկապես երգերի կատարման ժամանակ վերերկրային ինչ-որ գույն է հաղորդում մեղեդիների ծավալմամբ։ Ժողովրդական, մասնավորապես կոմիտասյան երգերում Լուսինեն գեղչուկ երգ չէ, որ երգում է, այլ ջինջ տխրությամբ ներթափանցված հոգևոր ասքի մի կտոր կամ թե համենայն դեպս դրա նման մի բան։ Նա ասես մաքրում է երգը գեղչկականությունից, ինչ-որ արտիստիկ փայլ է տալիս դրան եւ ընդգծում ժողովրդական ինքնաարտահայտման դրամատիզմը։ Հայաստանի կամերային նվագախմբի հետ տված առաջին մենահամերգից 1 ամիս անց Լուսինեն կատարեց իր առաջին արտասահմանյան ուղևորությունը Բուլղարիան։ Սոֆիայում, Պլովդիվում, Յամբոլում, Ռուսեյում հին հայկական երգասացություն անվան տակ Լուսինեն կամերային նվագախմբի հետ երգում էր Հորժամը, բողոքելով ունկնդիրների սրտերը, ցնցելով հոգիները, իսկական լիակատար բավականություն պատճառելով մեղեդու խորապես ազնիվ ու բացառիկ ազգային միջնադարյան նկարագրով։ Ձայնի փայլը, մաքրությունը եւ լուսինեական թախծի լուսավոր հետագիծը նրա կատարումները դարձնում էին ոչ միայն պարզ ու գեղեցիկ, այլև չափազանց տպավորիչ։ Զարե Սահակյանցը պատմում է, որ ինքը չգիտես ինչու միշտ ենթարկվում էր այդ երգի մոգական ուժին։ Լուսինեի կանչը արցունքոտում էր իրեն, փորձի ժամանակ թե համերգասրահում։ Հոգու խորքն էր թափանցում անթարգմանելի մի տրամադրություն աղերսված հայության ճակատագրին։
Մեղեդին Լուսինեի ձայնի մեջ բովանդակավորվում էր տողերից դուրս թափանցումներով։ Ըստ երևույթին կամի ավելի խոր բան հայկական միջնադարյան մեղեդիների հոգևոր բեռնվածության և զգացումային հարստության մեջ, քան առաջին հայաց կարելի է այդ զգալ կամ ընկալել։ Կա ինչ-որ մի մոռացված հինավուրց կապի վերագիտակցման պարագա հորժամի տեսիլապատրանքային իսկության մեջ։ Արտասահմանի հայությունը Լուսինեին հրաշք էր համարում։ Պլովդիվում և Սոֆիայում նրա կատարած Սուրբը ընդունվեց փոթորկահունչ ծափահարություններով։ Նա երգեց նաև Տիրամայրը, Հարության մեղեդին, Հավուն Հավունը, հայ միջնադարյան տաղերի շարքը, Սայն այն իջաներ, Ես ձայն զառիծուն ասեմ, Տիրամայր, Հավուն Հավուն, Հավիկ մի պայծառ տեսի։ Ինչպես հայտնի է Կոմիտասի թղթերում, երևում է 1890 թվականներին։ Կոմիտասը ինքը իր համերգներին սկսում էր Տիրամայր սքանչելի երգի կատարմամբ։ Թե ումից և թե ինչպես է լսելու գրի առել այս մեղեդիները, շատ քիչ բան է հայտնի։ Հայ միջնադարյան տաղեր տետրակի առաջաբանում պրոֆեսոր Աթայանը հիշատակում է, որ դրանք գրի է առել Կոմիտասը։ Այս տաղերը անցան Լուսինեի երգացանկը ամենևին էլ ոչ պատահական։ Դերևս կոմպոզիտորների տանը տրված առաջին համերգներում Մարիանայի և Վահագն Ստամբոլցյանի հետ համագործակցելու առաջին ամիսներին ուշադրություն դարձվեց այն բանի վրա, որ զուտ պաշտամունքային արարողական բնույթի մեղեդիները, պատարագից կատարվող հատվածները ամբողջական պատկերացում չեն տալիս հայ միջնադարյան երգի ու երաժշտության մասին։ Դրա համար էլ Խորեն Պալյանի հանձնարարությամբ Լուսինեն սովորեց մի շարք ստեղծագործություններ՝ Աչքն ծովի ծով, Սայլն այն իջաներ, Հավուն Հավուն, Տիրամայր և այլն, որոնք հազվադեպ բարձր ներշնչանքի ու աշխարհիկ տրամադրությունների ծնունդ են։ Օրինակ, հենց նույն Տիրամայրը, որով սիրել է բացել իր համերգները Կոմիտասը, նախ երգի բառային իրականության մասին։ Սովորական մայրական ողբի խոր տրտմության մեջ երևում է աստվածամոր լուսապսակված դեմքը։ Տիրամայրը ողբում է իր սիրասուն որդու կորուստը։ Բարբարոսների անկթությունը տակնվրա է արել ողբացող մոր սիրտը։ Տիրամայրը դիտելով փշեպսակը փլվում է, կտրատվում, ողբ ու կոծով վայ տալիս իրեն։ Քնարական շրջակցի մեջ չկա ոչ մի բարձրաշխարհիկ գույն տեսապատկեր։ Սա ժողովրդական մտածողության իրոք անառարկելի ոճով է գրված։ 1905 թվականին Փարիզում մեծ սրահի բեմահարթակի վրա երևում է Կոմիտասը, վարդապետը խիստ և վսեմ հագուստով մոտենում է փոքրիկ երգեհոնին և ինքն իրեն դաշնակցելով սկսում մեղմամեղմ Տիրամայր խաչի երգը։ Ամբողջ հասարակությունը կարծես պապանձվել էր։ Մարդիկ կարծես իրենց շունչը պահել էին, որ ավելի ևս կարողանան ըմբռնել այդ անասելի ցավի հետ մեր ազգային դարավոր աղերսանքին վսեմ եղանակը։ Տպավորությունը անպատմելի էր։ Շատ անվանի Փարիզի երաժիշտներ ու երգիչներ պատմում էին ինձ ավելուհուշ իրենց տպավորությունը, թե երբեք իրենց կյանքին մեջ այսպիսի խոր երաժշտական հուզմունք չէին ստացել։ Տիրամայրը Լուսինեն կատարում էր մի առանձին ներշնչանքով։ Նա հատկապես չափազանց զգայացունց և ներազդու է դարձնում ողբի մարդկայնորեն սրտաճմլիկ դարձը։ Ողբը ելևեջում է անհնարին թախիծով հեկեկանքի մեջ ամբարված ցավի անհուն զգացողությամբ։ Լուսինեի կատարմամբ մեղեդու աշխարհիկ ողբակոց հնչերանգին ավելանում է մի այլ բան՝ երգի բառային իրականությանը հակադիր բարձրաշխարհիկ ազնվազարմություն։ Տիրամայրը Լուսինեի կատարման մեջ գեղչկական նկարագիր չունի։ Նա վսեմափայլ կին է, որդու դաժան ու չարաղետ ճակատագրի վկան, որ անուժ է այլևս դիմակայելու վշտին, որ սահում ծնկացալ ընկնում է խաչափայտի ներքո, որդու հետ մեռնելու պատրաստակամությամբ։ Հայ գեղչկական գուսանական մեղեդային հիմքից ըստ երևույթին շատ քիչ բան է մնացել ողբի մեջ։ Այստեղ ավելի իշխում է հնչյունածավալի լայնարձակությունը։ Երգչուհին ընդգծում է ելևեջային բազմազանության թարմ ու գեղեցիկ տարբերակների ամբողջ հմայքը։ Մասնավորապես երգի վերջընթեր դարձվածում կենդանի ու միանգամայն ռեալիստական գունավորում է ստանում արդեն ինքն իրեն կորցրած, վշտից բացարձակապես կործանված և որդու հետ մեռնող մոր տառապանքը։ Նույնպիսի մեկնաբանությամբ է Լուսինեն երգում «Ուր ես մայր իմ» ըստ երևույթին ավելի ուշ շրջանում ստեղծած սքանչելի երգը։ Տաղը գուսանական հորինվածք է։
Ժողովրդական խավերի հոգեբանությանը եւ մարդկային տառապանքներին արձագանքող պարզուկ այս երգը մուտք է գործում եկեղեցի որպես խաչված Քրիստոսի հրաժեշտի վերջին կանչ։ 12-րդ դարից սկսած հոգևոր երգը մեծ երգահան եւ երաժիշտ ներսես շնորհալու ջանքերով բավական խորագնա փոփոխությունների է ենթարկվում։ Ինչպես վկայում է հարցի բազմահմուտ մեկնաբան եւ մշակող Նիկողայոս Թահմիզյանը, մասնավորապես հետաքրքիր է նախապես որպես արտապաշտամունքային հորինված եւ հետո միայն եկեղեցու կողմից սեփականված երգեր, գանձեր, տաղեր եւ հորդորակներ ճակատագրեր։ Մի անգամ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը Լուսինեի մասին խոսելիս ասաց. նրա կատարման ձևը, մաներան, գալիս է նրա բնությունից, իսկ նրա բնությունը մաքուր է ու կատարյալ։ Այս բանը նկատել խոստովանել են նաև ուրիշները՝ Արամ Խաչատրյանն ու Պարուր Սևակը, Առնո Բաբաջանյանն ու Ալեքսանդր Հարությունյանը, Վահագն Դավթյանն ու Մարիաննա Հարությունյանը։ Լուսինե Զաքարյանի մարդկային նկարագիրը շատ կողմերով կարող է բացատրել նրա երգի մեջ դրսևորվող զգացմունքների խորությունը, մաքրությունը, գեղեցկությունն ու պարզությունը։ Ով քիչ թե շատ մոտիկից ճանաչել է նրան, չի կարող չասել, թե ինքը բախտ է ունեցել շոշափելու անշոշափելին, հոգևոր ու բարոյական մաքրության պոեզիան, զգալու բարությանն ու միամտության գեղեցկությունը, այլասեր ու քնքուշ մի սրտի մեջ։ Լուսինեի մեջ դիտում էր Էդվարդ Միրզոյանը։ Առաջինը ընդգծվում է հավատը մարդկանց նկատմամբ։ Նա մարդկանց մեջ վատ բան չի տեսնում եւ մարդկանց վատ բան չի վերագրում։ Նրա բնավորության աչքին կնող մյուս կողմը պարզությունն ու համեստությունն է։ Մեծ երևույթ է Լուսինե Զաքարյանը։ Մի կողմից վերին աստիճանի ազգային, մյուս կողմից քանի անգամներ մենք համոզվել ենք, թե ինչպիսի զմայլանքով է նրան լսում տարբեր ազգությունների մարդիկ։ Եվ հետո Լուսինեի արվեստը բնորոշ է նրանով, որ հասարակական բոլոր խավերի համար համահավասար գրավիչ է, հավասարազոր է։ Նա հուզում է բոլորին, նա վարպետ է կատարելության աստիճանի։ Ի վերջո կուզենայի ավելացնել կեցվածքի մեջ զուսպ, ոչ մի արտաքին էֆեկտ։ Նա բեմի վրա էլ խելոք է եւ հմայիչ։ Աչքի ընկնելու ոչ մի ձգտում։ Այս ամենը իհարկե երգչուհու բարձր կուլտուրայի եւ ճաշակի հետևանքն է։ Լուսինեն ավելի մեծ է, քան մեզ թվում է։ Էդվարդ Միրզոյանի Լուսինեին տված այս բնութագրականը հավաստում է մամուլում հրապարակված նյութերի առաջին իսկ ընթերցումից։ Միության մեջ եւ արտասահմանում Լուսինեի երգակատարողական արվեստի մասին տպագրվել են բազմաթիվ հոդվածներ, տպավորություններ, հաղորդումներ, հուշեր։ Եվ մասնագետ երաժիշտների եւ կոմպոզիտորների եւ գրողների ու բանաստեղծների, գրականագետների ու գիտնականների բոլոր կարծիքների մեջ կարելի է գտնել ընդհանրական, ուրեմն եւ միասնական այն տեսակետի ընդգծումը, թե Լուսինե Զաքարյանի երգարվեստը բացառիկ մի երևույթ է, իսկական հայտնություն, որ դարի աղմուկի, լարվածության, հոգսերի, մշտահոլով հոգնածության վրա բարձրանում է լուսեղեն իր մաքրությամբ եւ հույսի ու բարության պարգևներով։ Մկրտիչ Արմենը բանաստեղծորեն այսպես էր ձևավորել այդ կարծիքը. ձեռքերը հուպ կարծես կանգնած աղոթքի, Լուսինեն է երգում քնքուշ մի ոգի, դուստրը հայոց Լուսինե, հոգուց խորոց Լուսինե, կապուտակ բոց Լուսինե։ Լսեմ զքեզ զմայլանքով ու կնդիր, երազների հուշիկ ձայնը քո ընտիր, դու բնատոր Լուսինե, զեփյուրից նուրբ Լուսինե, քանց մանուկ սուրբ Լուսինե։